Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք, բաց մի թողեք հնարավորությունը Արարատյան հպարտությունը վայելելու։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, այսօր ես հյուր ունեմ, իմ հյուրն է Դոլորես Ղափանցյան, բուսաբան, կենսաբան։ Այո։ Ես խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել նախ չմերժելու համար, բարև ձեզ Տիկին Դոլորես, եւ ուրախ եմ, որ մենք կրկին միասին ենք, թեման արծարծվող մենք արդեն նշել ենք հարգելի հեռուստադիտողներ մեր անցած հաղորդման մեջ, նորից այն մթերքները, որոնք ունեն այս կամ այն չափ երկաթ եւ այն ինչ որ մեզ առաջարկվում է ալուրի հետ ներարկել կամ հավելում այսպես որպես հավելում, այո։ Այո, եւ նախ ուզում եմ մենք ասենք այսօր ինչ ենք պատրաստելու եւ պատրաստելիս նաեւ թվարկել թե այս կամ այն մթերքի մեջ ինչ որքան քանակություն ունի։ Այսօր պատրաստենք բլղուրով եւ սունկով փլավ։ Լավ։ Այո, փլավ եւ հավելենք նրան կաղամբով սալատ, որպեսզի լինի եւ ամառային շատ համով շատ սննդարար փլավ եւ դրա հետ միասին նաեւ սալատ, որը կմեծացնի երկաթի ներծծման process-ը։ Շատ լավ, փլավ մենք նշում ենք դա հնում կոչվել է եղինձ։ Եղինձ։ Այո, շնորհակալություն։ Բլղուրով եղինձ։ Գնացինք, սոխը ես կկտրատեմ։ Ես սունկը կտրատեմ, այո։ Առողջապահության նախարարությունը պնդում է, որ մեզ պետք է կանխարգելման process։ Սակավարյունությունը կանխարգելելու խնդիր ունենք մենք։ Ազգաբնակչության մեջ հարաճուն սակավարյունության ավելացման վտանգ կա եւ այդ պատճառով էլ մենք փորձում ենք այդ հավելումների միջոցով կանխարգելել։ Այդպիսի վտանգ իրենց նախարարության բերած թվերը դեռ սեպտեմբերին մենք նորից ստուգվելու են այդ թվերը, տեսնենք թե ինչպիսի դինամիկա կա։ Այդ թվերը, ճիշտն ասած, ես անձամբ այդքան էլ չեմ հավատում այդ թվերին, եւ խոսքը գնում է ոչ թե ազգաբնակչության մասին, պարոն Մամուլյան, այլ խոսքը գնում է հղի կանանց եւ երեխաների։ Ես ուզում եմ հասկանալ, կա սակավարյունության խնդիր։ Սակավարյունության խնդիր ազգաբնակչությունը որպես ընդհանուր ուսումնասիրված խավ, մենք չունենք այդպիսի ուսումնասիրություն։ Ուսումնասիրությունը կատարված է հղի կանանց եւ աճող սերնդի երեխաների համար։ Եվ այս իմաստով էլ մենք ուղղակի կանգնած ենք շատ ծանր փաստի առաջ։ Մեզ կոնկրետ մեր տարիքին եւ հատկապես տղամարդկանց պահանջը, օրական պահանջը երկաթի, որ ներծծվի օրգանիզմը 0.8 միլիգրամ է։ Մի քիչ տապակվելուց հետո սոխը։ Այո, ավելացնենք բլղուրը։ Սունկը թե բլղուրը։ Հա, չէ, սունկը, սկզբից սունկը ավելացնենք, այսքանը բավական է, թե ես մի քիչ էլ։ Այո։ Սունկը փակենք, որ շոկե խաշվի, չէ։ Այդպես չի, պարոն Մամուլյան։ Դե ձեր կողքին ճաշ պատրաստելը մեծ համարձակություն է։ Մի հուզվեք, շատ ու շատ, ես կասեի նույնիսկ բոլոր տնային տեսուները ավելի լավ են պատրաստում, քան թե ամենալավ խոհարարը։ Այստեղ խնդիր չկա։ Շատ լավ, եւ մենք նաեւ ուզում ենք մեր հեռուստադիտողներին առաջարկել թարմ կաղամբից աղցան որպես հավելում։ Ինչպես նշեցինք, որպեսզի նպաստի։ Այո, 100 գրամ կաղամբը իր մեջ 20 միլիգրամ երկաթ է պարունակում։ Եվ շատ մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում։ Իսկ վիտամին C-ն անհրաժեշտ է, որպեսզի երկաթը 30%-ով ավելի ներծծվի օրգանիզմ։ Սա շատ անհրաժեշտ է իմանալ եւ կիրառել։ Շատ լավ, ես կկտրատեմ կաղամբը։ Իսկ ես մաղադանոց կտրատեմ էլի, համեմ, այսինքն եթե դա արդեն սալատ է, մենք կարող ենք ամենաբազմատեսակ կանաչիները օգտագործել, որոնք չափազանց հարուստ են, սունկն էլ շատ հարուստ է, ուրեմն երկաթով, մոտավորապես 100 գրամի մեջ 14 միլիգրամ երկաթ կա սունկի, սունկը շատ հարուստ է։ Ավելացնենք բլղուրը։ Ուրեմն բլղուրը չափազանց հարուստ է
եւ ջուր։ Մի քիչ աղ երևի, բլուրը շատ է ներդրում։ Այո։ Եվ ջուրը մեկ եզրից։ Այո։ 100 գրամ բլղուրը իր մեջ պարունակում է 3.3 միլիգրամ երկաթ։ Դուք պատկերացնում եք ինչ թվեր են։ Եվ սրանք համադրելով, գումարելով իրար, մենք վերջում երկաթով ինչ հարուստ ճաշատեսակներ ունենք։ Այո, այո, պատրաստ ենք նաև աղցանը։ Այո։ Կտրատեցինք կաղամբը։ Այո, վրան մի քիչ ձեթ հավելացնենք, գազար։ Գազար։ Այո, գազար կերենք։ Եթե դա սալատ է, կարելի է պղպեղ, կարելի է վարունգ։ Այդպես։ Կիտրոն էլ պիտի։ Այո, կիտրոնով համեմենք։ Համեմենք մի քիչ աղով, չէ՞։ Այո, աղով, սև պղպեղ, կարմիր պղպեղ, արդեն այդպես շատ մեկ հաղորդման ժամանակ ես մասնակցում եի այդ հաղորդմանը եւ ճանաչված կենսաբան առաջարկում էր եւ այսպեսի միտք արտահայտեց. աղցանին աղ ցանել չի կարելի։ Այո։ Բայց կաղամբը Ես խնդրեցի նորից կրկնել նախադասությունը, նորից կրկնեց աղ ցանին աղ ցանել չի կարելի։ Այդ դրան ես չեմ տիրապետում, այնպես որ ես աշխատում եմ ոչինչ իմ կարծիքը չասել, որովհետև ես այդ խնդրին չեմ տիրապետում։ Երբ որ անվանումը նորից են կրկնում, աղցան եւ աղ ցանել չի կարելի, մի քիչ արդեն տարակուսանքի մեջ ենք ընկնում։ Գիտեք, 1 կիլոգրամ քարաղը 450 միլիգրամ երկաթ է պարունակում իր մեջ։ Եղավ։ Իհարկե չափավոր պիտի օգտագործենք եւ ընդհանրապես ամեն ինչ չափի մեջ է որ մեր մեծերն ասում էին ճաշի համը աղն է, աղի համը չափը։ Այո, այնպես որ պետք է ամեն ինչ լինի չափավոր, լինի։ Ես կարծում եմ այս աղցանը հենց այն է ինչ որ մեզ միշտ հարկավոր է, հատկապես ամռանը լավ բույր ունեցանք, շատ լավ եւ ունեցանք համադրություն, որը ուղղակի նպաստելու է մարսողությանը։ Ես որպես խոհարար ասում եմ նպաստելու է մարսողությանը։ Տիկին Դոլորեսը որպես կենսաբան ավելի բացում է, նպաստում է որ երկաթային մասը եւ այլն մարսողությունը լավ կատարվի։ Այսօր մեր խոսքը, այսօր մեր ուշադրությունը, մեր շերտադրումը գնում է երկաթին, որովհետեւ երկաթի սուլֆատը դա անօրգանական նյութ է եւ երկաթի սուլֆատ հավելել եւ դրանով փորձել լուծել անեմիայի սակավարունության խնդիրը, դա այդքան էլ դա արդյունավետ միջոց չի ընդհանրապես։ Դա ունի բազմաթիվ եւ նաեւ տնտեսական հացի գինը թանկանալու է դրա հետևանքով։ Մարդը, որը կյանքի որակի խնդիր ունի, ապրում է աղքատության շեմում, ինչքան ուզում եք հացի մեջ ֆոլաթթու եւ երկաթ ավելացրեք, դա չի լուծելու խնդիրը։ Ես կարծում եմ ուղղակի հիմնավորելու ուսումնասիրելու եւ մանրամասն ժողովրդին բացատրելու խնդիր կա այստեղ, որովհետեւ լինի աղքատ կամ սոցիալապես անապահով թե ոչ, բոլորիս առողջությունը կարեւոր է։ Այսինքն նախ եւ առաջ պիտի կարեւորենք առողջությունը, նախ եւ առաջ պիտի օգտակարությունը։ Երկրորդն էլ պետք է հիշենք, որ երկաթի սուլֆատը դեղ է, որը այժմ արդեն արգելված է Ռուսաստանի Դաշնությունում օգտագործել, նույնիսկ հղիներին չի կարելի տալ հիմա արդեն այնտեղ չեն տալիս նույնիսկ հղիներին, որովհետև դրա վնասակար ազդեցությունը ավելի մեծ է օրգանիզմի վրա։ Իսկ մենք ուզում ենք մեր հացին խառնել երկաթ։ Ախր ինչ ուսումնասիրություն երկաթի սուլֆատ, ոչ մի ուսումնասիրություն, ոչ մի հիմնավորում, այս իմաստով մենք չունենք Հայաստանի Հանրապետությունում։ Ոչ մի դիետոլոգ մինչև այսօր հանդես չի եկել եւ չի ասել, որ այսքան այսպես պետք է արվի եւ դա օգտակար է։ Հարգելի հեռուստադիտողներ, ես եւ մեր նկարահանող խումբը մենք միշտ պատրաստ ենք իհարկե մասնագետներին ներգրավել, միասին կերակուր պատրաստել եւ այդ կերակրատեսակի օգտակարությունը, այսինքն դրա այս կամ այն չափով օգտակարության մասին քննարկել։ Իհարկե ուրախ կլինենք, որ մասնագետները
մեզ խորհուրդ տան, դրանով է որ մենք ոչ միայն կարող ենք խոհանոցը զարգացնել, այլ այն ինչի համար նախատեսված է խոհանոցը եւ սնունդը ընդհանրապես հասկանալ թե ինչն է օգտակար, ինչը ոչ։ Այո։ Շատ լավ, այստեղ մենք արդեն համարյա թե ունենք պատրաստի։ Այո։ Եղինձը։ Այո, եղինձը։ Վերջում կարակ պիտի ավելացնենք, այո, կարակ դնենք երեսը եւ անջատենք, կարակը իր մեջ մեծ քանակությամբ վիտամին A է պարունակում, որը եւս նպաստում է երկաթի ներծծմանը։ Գնա եւ նպաստի երկաթի ներծծմանը։ Այո, այո։ 1-2 րոպե արդեն եւ մենք արդեն կարող ենք մատուցել։ Լավ, Տիկին Դոլորես պատրաստ է նաեւ եղինձը։ Այո։ Տեսնենք թե շատ լավ, սովորական, համեղ։ Այո։ Սնկով եւ սոխով, բլղուրով, քաշովի։ Այո։ Խնդրում եմ դուք այո, նորից մենք հիշենք, թե ինչու հենց բլղուրով եղինձ կամ քաշովի եւ հետը կաղամբով աղցան։ Ուրեմն, քանի որ բուսական սնունդի մեջ եղած երկաթը ավելի վատ է ներծծվում, քան կենդանական սննդի մեջ եղած երկաթը, օրինակ տավարի միսը, որ 100 գրամը պարունակում է 60 միլիգրամ երկաթ, 20%-ն է նրա ներծծվում, իսկ բուսական սննդի մեջ եղած երկաթի 9%-ն է ներծծվում, որպեսզի մենք նպաստենք արդյունավետ լինի ավելի երկաթի ներծծումը, դրա համար մեզ անհրաժեշտ է, որ մեր այ փլավի հետ, որը բուսական է եւ չնայած այնտեղ սունկը եւ այլն, ավելի վիտամին C մենք համադրենք հետը, վիտամին C, վիտամին A, որը շատ կմեծացնի 30% եւ ավելի կմեծացնի երկաթի ներծծումը օրգանիզմում։ Իսկ եթե ամսական բողկով զարդարենք, այո, դա արդեն շատ գեղեցիկ կլինի եւ շատ սեղանը ոչ միայն պիտի ունենա գեղեցիկ համ, այլ նաեւ գեղեցիկ տեսք, որը շատ նպաստում է ստամոքսահյութի առաջացմանը եւ մարսողությանը։ Շատ լավ, Տիկին Դոլորես, շնորհակալ եմ։ Ես ուզում եմ հարգելի հեռուստադիտողներ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Տիկին Դոլորեսին։ Տիկին Դոլորես, եթե դուք ունեք էլի ինչ-որ առաջարկ մեր հեռուստադիտողներին, խնդրեմ։ Ես այստեղ ինձ հետ բերել եմ երկաթի պարունակությունը սննդամթերքում ըստ Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի դիետոլոգների։ միլիգրամ 100 գրամ։ Այստեղ այդ թվերն են, որոնք պաշտոնական թվեր են եւ խնդրում եմ սա թող տեսնեն մեր հեռուստադիտողները, եթե պետք է ես նաեւ կայքը կարող եմ տալ։ Իսկ Ամերիկայում, Ռուսաստանում, Գերմանիայում օրինակ բերում են մեր դիետոլոգներին, մեր կենսաբաններին։ Իհարկե ոչ։ Ցավոք սրտի։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք պատրաստել ձեզ համար այսօր հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք նախատեսել, մենք ունեցանք մի եղինձ քաշովի աճառով, ներողություն բլղուրով եւ կաղամբով աղցան, որը պիտի օգնի, որ ներծծվեն այն նյութերը, որոնք առկա են եղինձի մեջ։ Կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ, շատ լավ տրամադրությամբ եւ հետը անպայման կարմիր, անապակ, հայկական եւ անսահմանափակ գինի։ Բարեկամներ, հրաժեշտից առաջ ուզում եմ մաղթել բոլորիս, որ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու, ողջ լերուկ։ Բլղուրով քաշովի։ Բլղուր 250 գրամ, սունկ 150 գրամ, սոխ 100 գրամ, կարակ 50 գրամ, աղ, պղպեղ։ Կաղամբով աղցան։ Կաղամբ 150 գրամ, գազար 70 գրամ, խառը կանաչի, սև եւ կարմիր պղպեղներ, կիտրոնի հյութ, ձեթ, աղ։ Բարեախորշակ։